Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյանտապանն եմ։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ, սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Սարգսյան։ Բարոյ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը, ամփոփել շաբաթը։ Փաշինյանը կարծես թե իր տեսակետը ներկայացրեց հանրությանը, ուրվագծեց գալիք ընտրությունների կենտրոնական թեման։ Կարծեմ, այո, բյուջեի քննարկման ժամանակ էր, որ նա ասեց հետևյալը, որ ժողովուրդը պետք է քվեարկությամբ կամ պաշտպանի խաղաղությունը, անկախությունը եւ իշխանությունը, իսկ հակառակը կնշանակեր ըստ Փաշինյանի նահանջը հակամարտության մեջ եւ ֆորտպոստ դառնալը։ Այսպիսով կենտրոնական թեման ուրվագծվեց խաղաղության օգտին պետք է գնա ընտրելու Հայաստանի բնակչությունը, ընտրողները Հայաստանի, թե պատերազմի խաղաղություն կամ պատերազմ։ Ոնց որ թե Վրաստանում նույն խնդիրներ, չէ, նույն հարցն էին դրել հանրության առջև։ Դե հենց դա Փաշինյանը փորձում է Իվանիշվիլի անի, ընդորում Իվանիշվիլի ինքը դուրս գա, ընդհանուր առմամբ նույն մոդելն է, որը ուզում են մնան իշխանության մարդիկ տարբեր տեղերում, փոխարինելով իրականությունը մտածված ու ֆալշ հակամարտություններով, ֆալշ գաղափարախոսությամբ եւ ֆալշ դիրքորոշումներով, կեղծ, որովհետեւ իրականում բյուջեի քննարկման ժամանակ ակնկալվում է, որ երկրի վարչապետը կխոսի նրա մասին, թե ժողովուրդը ընտրելու է ինչը, սոցիալական ապահովվածությունը, թե հարկերի իջեցումը։ Ժողովուրդը ընտրելու է նոր միջազգային ուղիղ ներդրումներ, թե հին սովետական մոդելի մեծ ռուսական կորպորացիաների ներկայացում ու շանտուլափայ մի կտոր աշխատավարձով ապրել։ Այսինքն բյուջեն, որ քննարկվում է, տենց բաներ են խոսում։ Ես հասկանում եմ, չի ենք բանում, բյուջեն ծակա, տնտեսապես տապալվում են, երրորդ եթե ոչ չորրորդ երամսյակն արդեն անկում է հիմնական ոլորտներում տեղի ունենում, եւ ինչ որ չի երևում, որտեղից դրան կարան աճեն, չեն կարող աճել, որտեվ ինչպես ցույց տվեց հայտնի բանավեճը Փաշինյանի եւ Բունկերային առնետի միջեւ բանավեճ, Նիկոլը համարձակվեց ասել, որ չէ այնտեղ բանը Պուտինը վստահ էր, որ $12 միլիարդ ամեն շրջանառությունը, Նիկոլը ասեց 4։ Խոսքը նրա մասին է, որ այն գործ բան ստվերային սխեմաների միջոցով այդ գումարը որ կուտակվել էր, Պուտինը դրա մասին էր խոսում, Նիկոլը արդեն հասկանում է, որ չէ, դա անկում է, ասենք եթե ապրանքաշրջանառությունը ինչ-որ մի երկրի հետ կազմա 12 միլիարդ, հետո մյուս տարի 3, ինքը 4 անգամ ընկնում է եւ ակնհայտորեն բոլոր տնտեսական ցուցանիշները տան գնում են։ Ուրիշ հարց, որ թե 12 միլիարդը թե 4 մեծ հաշվով իրանք մեզ չեն երևում մեր բնակչության համար։ Այդ ինչ-որ մեծ պետական վիճակագրություն, միջպետական վիճակագրություն, բայց ամեն դեպքում։ Դա էլ ոչ ճշգրիտ, որտեղ այնտեղ մի տարվա կտրվածք էր, այնտեղ 9 ամսվա կտրվածք էր։ Բարդակ երկուսն է բան չեն հասկանում տնտեսությունից, ոչ են, ամեն դեպքում էական չի։ Գիտեմ, բայց խնդիրը ուրիշ տեղ է։ Հիմա ինչ վերաբերում է իր ասացին, ասում դա ֆալշ կեղծ բաներ են։ Ընտրությունների մարդիկ դրա համար չեն գնում խաղաղություն, դա չի նշանակում, որ ասենք եթե Նիկոլ Փաշինյանը չընտրեք կոպիտ ասած, ընտրեք պայմանական ինձ ես տանելու եմ խաղաղության, չէ, այլ պատերազմ։ Չէ, դուք փաստորեն չեք տանում խաղաղության, դուք հակառակ թևն եք լինելու, եթե ոչ Նիկոլ Փաշինյանին, հա, չէ, բայց ես չեմ տանում պատերազմ։ Այլ ճանապարհ չի նախատեսվում։ Չէ, բայց կոպիտ ասած չկա եվրոպական ուղղվածության ուժ չկա, որ ասում ենք գնում ենք պատերազմ։ Դա բացառվում է, դա ուղղակի արժեքներին չի համապատասխանում։ Փաշինյանը ասում է ներողություն 26 թվականը վճռորոշ տարի է լինելու խաղաղության համար, այսինքն եթե դուք սխալ որոշում կայացնեք, սխալ մարդու ընտրեք, ինձ չընտրեք, բայց ով ասեց, որ խաղաղությունը իրանից կախված չի։ Մենք այսքան ժամանակ համոզվել ենք, չէ՞ արդեն որ խաղաղությունը ընդհանրապես Հայաստանից կախված չի։ Հայաստանը 5-րդ տարին գոռում գոչում է, որ ես պատրաստ եմ ինձ մաս ստորագրել։ Հակառակ կողմը չի ստորագրում։ Այս վիճակը չի, որ դու կարաս խաղաղություն ասելով խաղաղություն բերես։ Հալվա ասելով բերան չի քաղցրան։ Խաղաղություն ասելով
դու ասենք պետք է ընդհանրապես մի անգամ ես ասում, թե ինֆլյացիայի ենթարկը էժանացրել է այդ ոնց որ հայտ 20 թվականի հուլիսին մարտական խաչքանշանը ինֆլյացիայի ենթարկեց, սարքեց բան մեդալ 56-ად բաժանեց մի օրվա մեջ։ Այդտենց չեն անում, ամեն օր չեն ասում խաղաղություն։ Ասեցիր հասկացենք։ Դիմացի կողմը չի ուզում։ Դիմացի կողմը ավելին մենք իմացանք, որ Հայաստանը հրավիրել է Ալիևին Էրդողանին, գարնանը այդ եվրոպական հավաք է լինելու։ Ալիևը ասեց, այդ մայիսի մասին է խոսքը, ասեց, քանի դեռ պայմանագիր չունենք կնքած, ես գամ Հայաստան ինչ անեմ, այսինքն պայմանագիր ես չեմ պատրաստվում կնքել։ Ուրեմն։ Դեռ եւս։ Հա, ուրեմն։ Ինչ է, նախ ինքը չի գալիս բարձր չի գալին դեռ ուշ դրանք անդրադառնանք ոստի ես բայց կտորը բան անենք էլի տեսեք դա նշանակում է որ երբ որ բյուջեի քննարկման ժամանակ Փաշինյանը ասում է որ ընտրություն ես հասկանում եմ ինքը ուզում է ասի որ ընտրությունը իր մեջ է իրանց կուսակցության եւ այսպես կոչված ռուսամետ կուսակցությունների բայց իրականում ընտրությունը դրա մեջ չի ընտրությունը հնի մեջ է որտեղ մտնում են կուսակցությունները եւ ուժեր որոնք պայքարում են լինել ռուսամետ թե չլինել ակնհայտ ռուսամետ այլ ընտրությունը նրա մեջ է որ Հայաստանը գնում է դեպի Եվրոատլանտյան պլատֆորմներին Եվրոատլանտյան կազմակերպություններին ամբողջական ինտեգրում թե Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ի մեջ այ ԵԱՏՄ-ի մեջ մնալը նշանակում է որ դու պատերազմ ես գնում ու գնում ես դառնաս ֆորպոստ Այսինքն Նիկոլ Փաշինյանը երբ որ ասում է որ գոյություն ունի սա կամ սա, ինքը միտեղ ֆալշ է անում։ Եթե դու մնում ես ԵԱՏՄ-ի մեջ, դու մնում ես ֆորպոստ։ Հետևաբար, այսինքն ֆորպոստ խոսքը ինչի՞ մասն է, խոսքը նրա մասին է որ բազան չեք անում, հայտարարում եք որ չեք անում։ ԵԱՏՄ-ից չեք դուրս գալիս։ FSB-ի հետ համագործակցություն չեք դադարում, որովհետև սահմանապահ զորքերը իսկ դրանք FSB-ի զորքերն են չեք անում Հայաստանից։ Ռուսական ավիաուղիներին չեք սահմանափակում, որ իրանք գան։ Ներքին Ռուսաստանի անձնագրերով մարդկանց, իսկ դրանք հիմնականում բանակայիններն են եւ հատուկ ծառայության աշխատակիցներն են, ու միջազգային ֆորմատի անձնագիր չի կարելի տրամադրել։ Այսինքն իրանց մուտքը չեք արգելում Հայաստան։ Չեք ասում, որ Հայաստան կարան մենակ միջազգային պայմանագիր, միջազգային տիպի անձնագիր ունեցողները։ Այսինքն այս ամբողջը նշանակում է, որ դու շարունակում ես մնալ ֆորպոստ։ Այսինքն ընտրությունը ֆորպոստ մնալու եւ ֆորպոստ մնալու մեջ է։ Այսինքն ընտրություն չկա։ Չէ, դա այդպես չի։ Դեմա սեկունդ։ Նիկոլ Փաշինյանը ֆորպոստի գաղափարախոսության ամենակարկառուն եւ թաքնված գործակալն է։ Ընտրությունը հետեւյալն է։ Եթե դուք ընտրում են Նիկոլ Փաշինյանին կամ բոլոր մնացած ակնհայտ ռուսամետ ուժերին, դուք ընտրում եք ֆորպոստ, պատերազմ եւ տապալում։ Եթե դուք ընտրում եք մնացածից ինչ որ մեկին, որը որ կլինի ժամանակը գա կբացվի, դուք ընտրում եք Հայաստանի զարգացում։ Այս ամբողջ բանը։ Այսինքն խոսքը նույն բանի մասին է, ինքը քանի որ այդ բանը, տեսեք, կա այդ 30% բնակչության, որին այսքան ժամանակ խաբել են ու սարքել են բան, ցիրկիձի այդ կլորի մեջ որ հավազում են։ Նույն ճանապարհն են անցնում։ Նույն ճանապարհը, եկեք սենց մի հատ բան անենք, չգիտեմ, Լևոնից չի փոխվել սա։ Մենք իհարկե արևմուտքի ամենալավ գործընկերն ենք հարավային Կովկասում, բայց մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի Ռուսաստանը ստեղից չգնա։ Նորմալ չի, չէ՞, արդեն շիզոֆրենիա էլ չի, արդեն չգիտեմ ինչ ասեմ։ Դե փակուղու արչև կանգնած, այսպես ձեր նկարագրածով ստացվում է փակուղու արչև կանգնած։ Եթե վերջի րոպեին անակնկալ ձևով ոնց որ պոկերում վերջում բացում են, հանկարծ վերջում չբացվի։ Ոչ անակնկալ չկա, հիմա բոլորը գիտեն, բայց բոլորը չեն ասում, դու լավ ես, ասում սաղս գիտենք, ձեն չենք անում, դրա համար սպասենք հիմա ժամանակը չի դրա։ Խոսքը դրա մասին չի, խոսքը նրա մասին չի, որ փակուղում կանգնած, երբ որ փակուղի ու կանգնած էս մարդը ընդհանրապես կյանքա սիրում, իրան կանգնած այդ ստատիկ վիճակը ձեռ չի տալի հոմո սապիենսին, ինքը պետք է շարժ գտնի։ Տենց չեն անում։ Շատ ավելի խելամիտ են անում։ Երբ որ դու որտեղ կանգնում ես, պատկերացրեք ջուրը ինչքան էլ որ բան է, ասենց ոնց որ բերել եք ու տենց ինքը կուտակվում է, դու չես կարա հա ջրի դեմը պագես։ Ինքը կտա այդ դամբանկը։ Հա, ջարդի։ Խոսքը նրա մասին չի որ բան են, չէ, այդ ցիկլի մեջ են մտնում։ Հասկանում եք, ցիկլի մեջ է մտած։ Այդ որ ասում եմ ցիրկիձին դուք եք։
այդ դուք ասած в смысле Նիկոլ, Սերժ, Լևոն, Ռոբիկ, ոնց ճեղքվի դա։ դա Այդ մանիպուլյացիա։ հա, այդ շատ հեշտ է, տեսեք, ոնց որ կա բան, կալի է, ոնց որ կա ճանապարհ։ Այս ճանապարհը սենց կլորով գնում է։ Հիմա մարդկանց Պասերով խաղում։ Չէ, այս սենց ճանապարհով գնում է, վարորդը կոպիտ ասած վարորդը փոխվում է, բայց այս բանը նույնն է, նույն ցիկլն է։ Հիմա մարդկանց խափում են, ասում են, տեսեք, շարժվում ենք, չէ, շարժվում ենք։ Վարորդը փոխվում է, չէ, փոխվում է։ Ուրեմն ամեն լավ է, ուրեմն զարգանում է, բայց իրականում դա սենց բան է, շրջանաձև շարժում է։ Որպեսզի դա չլինի, պետք է այդ կալիայից դուրս գաս։ Մեկը պետք է խփի ասի չէ, այս կողմ ենք գալի։ Հետո մի հատ մեկն էլ կգա, կխփի ասի չէ, դուրս ենք գալի։ Խփող ունենք։ Չէ, դուրս հայարք է։ Չէ, դուրս են գալի, հետո մի օր դուրս կգանք, որ այդ ցիրկի ձիու պես ընդ որ ուզում են վազվեն, իրանց աստված իրանց հետ ում ենք բան չենք։ Բայց ընդհանրապես արևմտյան արժեքները չեն ենթադրում, որ ես ինչ-որ մեկին պետք է արգելենք, ասենք իրանք լինեն ռուսամետ կամ շիզոֆրենիկ կամ ցիրկի ձիու պես վազվեն։ Ուզում են աստված տա, ուզում եք ինչ ուզում եք արեք, ազատ երկիր է։ Բայց երկիրը հանգիստ թողեք, որովհետև պետականությունը, ասում ենք, ինչ է նշանակում ֆորպոստ։ Ֆորպոստ դառնալ որ ընդհանուր առմամբ մարդը որ ռազմական կրթություն չունի, ֆորպոստ ասելու տակ ինչ է հասկանում։ Դա էլ հարց է միջալուց, հա։ Ասենք, բա որ ֆորպոստ չես, բա ինչ ես, դու Ռուսաստանի ֆորպոստ ես։ Դու ամեն օրվա քո հայտարարություններով ասում ես, որ դու Ռուսաստանի ֆորպոստ ես, որովհետև դու 4 կողմից շրջափակված ես ոչ Ռուսաստանով, ու քեզ մոտ Ռուսաստանը հիմնական ռազմական բանի պաշտպանական եւ մնացած գործընկերն է։ Բա դու ֆորպոստ ես։ Ինչ ես ասում չես։ Ու բան չի կարող մութ է, կարող մենք ենք բան։ Ընդ որում Ռուսաստանն էլ պատեհ անպատեհ անընդհատ հիշեցնում է, ասում է չմոռանաք։ Հա, հենց այդ է հարցը։ Այն ասում են, հիմա նորից եմ ասում, ժողովուրդ, օրենք ենք ընդունել, օրենք եք ընդունել, հələ մենք հələ մի կողմ Եվրաքվե արեցին։ Օրենք ընդունեցիք, ստորագրեցիք դուք քպեն։ Ասիկ որ Հայաստանը սկսում է շարժումը դեպի Եվրոպական միություն։ Դրանից հետո ինչ ասես արեցիք բացի Եվրոպական միությունից։ Գնացիք բան, Շանխայ, գնացիք Տաջիկստան, գնացիք Ռուսաստանի հետ նոր պայմանագիր կնքեցիք, գնացիք Հնդկաստանի հետ ռուսական աղբառակ էլի անունը դրեցիք, որ ուժեղանում եք։ Սուերի մասին է խոսքը։ Հա, ժողովուրդ, սուն աղբա։ Սու 30-ը աղբա։ Սու 30-ի շարժիչը ունի 300 ժամ օգտագործման մինչև կապիտալ վերանորոգում։ Կապիտալ վերանորոգումը իրականացվում է Կամսամոլսկ Ամուրի քաղաքում։ 8.500 կիլոմետր ենկում։ Քո պոտենցիալ թշնամին Ադրբեջանն է։ Ադրբեջանի տարածքով քեզ չեն թողի, դու տանես Սու 30-ի շարժիչները, ասեն չէ, լավ պատերազմ չենք անում, թողեք մի հատ էսի տանենք, սարքենք, բերենք նոր թռնենք, էլի։ Բացի դրանից Սու 30-ը աղբա։ Ինքը ծանր կործանիչ է, ինքը նախատեսված չի Հայաստանի համար։ Հայաստանը ունի 2 օդանավակայան, որոնց վրա իրանք կարան կանգնեն։ Գյումրին եւ Էրեբունին։ Գյումրին եւ Էրեբունին Թուրքիայից ուղիղ երևում են։ Ասենք հասարակ 82 մմ ականանետով, որ խիղճները լավ 82 չէ, 120 մմ, որ խիղճերը կորցնեն, սա Սու 30-ները մեր վարի կտան։ Այդ մի կողմ։ Ինքը անենց աղբա, որ ինքը Հայաստանից բարձրանում է 400 մետրի վրա բարձրանում է, ասենք խոսքի 400, իրան Բասրայում տեսնում են, որտեվ ինքը 20-րդ դարի սովետական սիստեմի կործանիչ է, իր ֆունկցիան էր, որ ինքը պետք է լիներ շատ, ինքը Սու 27 է, Սու 27-ի վրա, ասենք որոշ բաներ փոխել են, ինքը տենց դարել է, ինքը զիբիլ է, իրան առնել չի կարելի, պետք է առնել նորմալ բան։ Եթե նորմալ բան, Հայաստանը այնքան հարուստ չի, որ աննորմալ բաներ առնես, բերես լցնես բանակ։ Հայաստանը, ես կարծում եմ ոնց է մատուցվում, Հայաստանը պատմական գործարք է կնքում Հնդկաստանի հետ, այդ Սու 30-ների մասին է խոսքը, կործանիչներ գնելու համար, սա կլինի Հնդկաստանի ամենամեծ արտահանման պայմանագրերից մեկը եւ կամարապնդի նրա դիրքերը որպես Եվրասիայում հուսալի զենքի մատակարար։ Եվրասիայում հուսալի զենքի մատակարար կլիներ, եթե դուք առնեիք հնդկական հավաքած Ռաֆալներ։ Այդ կլիներ հուսալի, պատմական, մեծ, հասկանում եք, որ ավելի լավ 6 հատ Ռաֆալ ունենաս, քան 30 հատ Սու 30։ Պատերազմա գնում հենց հիմա Ուկրաինայում 22 թվականից։ Նա տեսեք քանի հատ Սու 30-ը կիրառվում են։ Ընդհանուր առմամբ ինչ եղան դրանք։ Ռուսաստանը ունի, չէ, վագոնով ունի։ Խի չի կիրառվում։ Չի կիրառվում, որտեղ ասենք 300 ժամ հետո կանգնում են։
Մալազիան առել էր, սաղ վերադարձել է, Ինդոնեզիան առել էր, դժգոհեր, ճաքերա տալի բաներ անում, ախր տենց չի էլի, գալեչկի համար չի, այդ որ տեսեք, ստեղ մի հատ սենց բան կանենք, որտեղ մենք ունենք ռազմական ավիացիա, դուք չունեք ռազմական ավիացիա, Su-30-ը ռազմական ավիացիա չի, Su-30-ը, ասենք, կարաս մի 4 սատ ունենաս, ապագա բաներին, ասենք, լեյտենանտներին, որոնք որ պետքա դառնան նորմալ, բան, հա, 10 ակադեմիայում իրանք թռնեն, ասենք, այդ ոնց որ բանա, մեխանիկական փոխանցման տուփով ավտոմեքենաներ պետք է լինեն, էլի, ավտոդպրոցներում, որ ասենք 0607 կիսաքանդված, որ եթե դրա վրա սովորեց քշի, արդեն մնացածը կքշի ու կքշի էլ։ Սրա մասին է խոսքը։ Հալավ ասենք, բայց ինչ անուն ինչ եք դնում։ Որտեղից եք թռնելու, որտեղ եք կիրառելու իրան, ինչի համար եք առնում, խաղաղություն եք ասում, ինչի համար եք առնում Su-30-ը, որ ինձ բացատրեք Su-30-ը ինչ գործառույթ է կատարելու Հայաստանի համար, չէ ինքը չի կարողանալու այն գործառույթը կատարի, որը որ հիմա ծանր կործանիչների վրա կախում են, այսինքն ինքը գնա որպես վարող իր հետևից գան դրոներ, ու ինքը իր մեջից նստած օթաչուն դրոները կառավարի չմտնելով թշնամու օթային տարած կամ թշնամու հոպի գործաբանի խոցման վայր չես կարա որովհետև դու 27-29743 քառակուսի կիլոմետր ես դու որտեղ էլ որ թռնես դու թշնամու հոպի տակ ես չի նախատեսված չի նախատեսված վայ Աբովյան փողոցով ասենք կամազը չեն քշում էլի Մի անգամ քշում էին Հա, ռասպրոցիվը մտնես պրինցիպի որ այդ խնդան, գժի թուղթ տան, բայց ասենք Su-30 ուր Հայաստանն ուր, ասենք այդ դիլետանտները որ զբաղվում են, այդ թվում նաև բանակում դիլետանտները նստած զբաղվում են, նրանով ինչով որ չպետք է զբաղվեն, սենց է լինում։ Գիտեք ինչ, երբեմն դիլետանտի արածը երևացող է, բայց ինչքան կա որ չես տեսնում։ Բա, սա խայտարակություն է ուղղակի։ Մեկ սա մեկ բանը, տանկերից հրաժարվելու թեման։ Խայտարակություն ուղղակի։ Չես տեսնում, բայց արդյունքներից արդեն տեսնում եք ներքինից ինչա կատարվում։ Այս մարդիկ ընթացող պատերազմը չի վերլուծվում։ Պրոբլեմը նրանում է, որ վերլուծական բաներից թույլ է այս կառավարությունը։ Նիկոլ Փաշինյանը ոչ թե պետք է խոսա ֆորպոստից եւ բանից, այլ խոսա պետական կառավարումից, որ 5.5 տարի կառավարելուց հետո կանգնեց ասեց, որ ես ամեն օր իմ համար նոր բաներ եմ բացահայտնում, վայ կառավարումը տենց հեշտ բան չի։ Ռուսաստանի գործակալներին նշանակում էր պաշտպանության նախարար ու բան։ Ես չի, այսինքն սա է, ֆորպոստը ոնց է լինում, տղա ջան։ Ֆորպոստը լինում է, որ դու ասում ես, մենք սխալական ենք, մենք կարանք սխալվենք, ֆորպոստը կարա սխալվի, ֆորպոստը գոյություն ունի, որ ոչնչանա, ֆորպոստը գոյություն ունի, որ առաջի հարվածը իրա վրա վերցնի, այն ինչ որ Նիկոլը չի հասկանում, դե ֆակտո մնալով ֆորպոստ, ինքը գիտի, որ ֆորպոստ, ինքը գիտի, որ Ռուսաստանի հետ հարաբերություն թվաբանությունը տեսնում է, Ինքը երջանիկա որ գնում է մանկապիղծ ռազմական հանցագործի հետ իրան թուլափայ մի կտոր գցում են ասում են լավ էս դու լափի մեր սեղանից Ինքը տենց բանին ով չէր գալու Տաջիկստան ես չէի գալու Տաջիկստան բան կասկածում էի որ ես կգայի Տաջիկստան բան տենց շուտ լրիվ ասիական կտցրած բանի մեջ է Բայց խոսքը նրա մասին է որ դու ոչ միայն ֆորպոստ ես դու չես հասկանում որ դու ֆորպոստ ես մի կողմից Ավելի շուտ ուզում ես թաքցնես, որ դու ֆորպոստ ես, բայց չես հասկանում, որ դու որ թաքցնում ես, նրանք գիտեն, որ դու ֆորպոստ ես, բայց ֆորպոստի իմաստը այն է, որ քեզ ոչնչացնելու են, դու պետք է հարված ուտես։ Հետ գանք այն իմ հարցին, որ Հայաստանը Ալիևին Էրդողանին հրավիրում է, Ալիևը նախ ինչու է հրավիրում, Ալիևն էլ ասում է չէ։ Հիմա, ես կասկածում եմ, շատ եմ կասկածում, որ հաշվի առնելով նաև Ֆիդանի հայտարարությունը սրանից 1.5 ամիս առաջ, որ Գարնան կողմ պետք է խաղաղության պայմանագիրը կնքվի, այս եվրոպական բանին։ Ալիևը չի ուզում գա, որ իրեն չստիպեն ինքը խաղաղության պայմանագիրը ստորագրի։ Եվ սա ակնհայտորեն, քանի որ արդեն իրանք բան են արել, ստացել են ինչ որ նոր զարգացում, բանի
Տրամպի փակուղու ցեսկով Ռուսաստանի հետ։ Էլի մաս չունի։ Ինքսը ստացել է, էլի մաս չունի։ Իրան խաղաղության պայմանագիր պետք չի, ինքը ստացել է։ Ինչ է ստացել։ Ստացել է Տրամպի փակուղին, չէ։ Եվ Ռուսաստանի հետ ասացի։ Հա, բա Ռուսաստանի հետ էլ տենց սուտ էին, չէ, խոսել, այդ որ հարիֆների համար կռվում էին երկու բանով, համբալով։ Հա, հետ մերու կարեցին, հա։ Չէ, որ ընդհանրապես իրար աշկով էին տալի, ում էին ալը, բացենք բանը Ալիևը իր մոտ ռուս դիսիդենտների էր տպում մի հատ Սպուտնիկը ձեռի հետ, տենց Մարգարիտա Սիմոնյանի թաշախուստներ դրա համար էր տպում, հայկական հեշտ էր բացատրել, էլի ասենք նորմալ է։ Ռուս դիսիդենտների էր ծեծում, Պուտինը իր մոտ ադրբեջանական դիսիդենտների էր ծեծում, այսինքն նրանք ովքեր չէին ենթարկվում կամ վաղ կամ շուրխնդիր կար Ալիև Փաշաևների կլանի հետ։ Ասենք էտել ներկայացրեցին ստեղ, բա տեսեք, Ալիևը, հոպ, Ռուսաստանի հետ կռվել է, բան, հեսա դրա համար արագի մեջ գնանք մի հատ ենք աժին խափենք, մի հատ շուտ այդ թուղթը ստորագրենք, բան անենք, հիմա խառնվել է իրար, են չգիտի որ Ալբանիայի ու Կամբոջայի միջև ընդհանուր սահման չկա, քարտեզ չունեն Ամերիկայում, չէ, տենց օբշի չի հասկանում, դա որտեղ է, ինչ չի մարա։ Շատ լավ է։ Հիմա դա խաղաղության պայմանագիրն ինչ են անում։ Բա Ցորենը ինչի են թողնում։ Ոտներին պետք է։ Այդ Ցորենն է թուլափայ։ Ցորենի թեման թուլափայ։ Որ ասենք գնան Տրամպին ասեն, տես մենք տենց հումանիտար բաներ ենք անում Ցորենի թեմա են բարձրացնում։ Օվերչուկը ասում է Մոսկվան պետք է աշխատի։ Բա այդ ձեր բացած գծով Մոսկվա։ Հա, բա այդ ասում են, բերան ասում են Նիկոլ ինչ է խոսում։ Ով է ստեղ բանը։ Ասում եմ Նիկոլը եւ Սամվել Կարապետյանի Զարմիկը նույն բանն են, տարբեր ձևերով։ Գարշոկները տարբեր են, գաղափարախոսությունը նույնն է։ Ձևն է տարբեր էլի, ոմանդակությունը նույնն է։ Այսինքն ի՞նչ է նշանակում, ով որ կանգնում ասում մենք էս Ռուսաստանի հետ կբացենք, սրանց ոչ մեկ լայեղ չի անում ձեն անի ասի, չէ, ձեր մար չի։ Բայց ինչ, յանի ինչ։ Հրամցնում են, ասում դե ձեր վախը վտանգ են էր, որ վախը ձեր մոտ էր ընկեր, մենք վախ չունեինք։ Դուք նրանից էիք խուսավում, որ հանգարց Ռուսաստանը բան չունի, դրանք չկանգնած չլինի։ Հիմա տեսնում եք ամերիկացիք են, այդ բանը էլի յանի մեզ է խափել է։ Գեր ջան, տենց չի, մեզ չի խափել։ Չէ, ով։ Իշխանությունները Չէ, իշխանությունը փորձում է տենց հրամցնի մեզ ասած մեզ, արևմտամետ ուժերի։ Մեր խնդիրը ընդհանրապես այն չէր ով կանգնած կլինի։ Միջանցքը Սյունեմի գաղափարը էր, որ Միջանցքը պետք է չլինի։ Ոչ թե ով կանգնած կլինի, այլ չլինի ընդհանրապես, որովհետև ի տարբերություն բոլոր մնացածի իրանց ձևերով, մնացածի ձևերով, անձև կամ տձև կամ ձևական ձևիստ կապ չունի։ Բոլորի համար այդ հարցը ընթացիկ է, հենց հիմա կարճաժամկետ քաղաքական։ Ռազմավարական տեսանկյունից Սելջուկ բոլշևիկյան հրեշը պետք է ճանապարհ չունենա։ Պետք է չունենա, էդի նոր մոնղոլ թաթարական հորդերի ճանապարհը բացում, դուք չեք հասկանում դա ինչ։ Դա քաղաքակրթական կրիզիս է, դա քաղաքակրթական ճգնաժամ է։ Իրենք ով չի հասկանում եւ Նիկոլը չի հասկանում Միացյալ Նահանգները հասկանում են, Տրամպը չի հասկանում։ Տրամպը չի հասկանում։ Տրամպին մեկը։ Տրամպը մեծ հաջողությամբ Եվրոպան ռետինով կջնջեր։ Մարդը բերան ասում է Եվրամիությունը ստեղծվել է, որ Ամերիկային վնաս տա։ Ինչ մասն է խոսքը։ Լավ, այդ ինչպես թրիփը։ Հա։ Դրա շարունակությունը, դրա ճակատագիրը ինչ է լինելու։ Ոչ մի բան։ Պետք է չլինի։ Ինքը պետք է չլինի։ Չի լինելու 42 կիլոմետր Սյունիքով, չի լինելու։ Բացառվում է դա։ Ուզում են մեջտեղից տրակվեն։ 42 կիլոմետրանոց ոչ մի ճանապարհ բանից Անատոլիայից դեպի իրանց ծննդավայրը Ալթայ պետք է չլինի, դա բացառվում է։ Բայց գործընթացը ոնց որ թե սկսվել է։ Գիտեմ, չի լինելու դա։ Խափանվելու է։
Ով է տրակացնելու։ Վերջի վարանտ նժդերականները, չգիտեմ։ Հա, տենց եք մտածում։ Չէ, ժողովուրդ, դա բացառվում է, դա կործանում է։ Դա Հայաստանի կործանում չի։ Դա արևմտյան քրիստոնեության քաղաքակրթության կործանում է։ Արևմուտքը չի հասկանում, որ իր այդ ինչ որ ասում եք։ Ախր հասկանում է, բայց ինքը ինչ անի։ Ինչ անի, ոնց ինչ անի։ Ինչ անի, գա Նիկոլին գլխից խփի։ Դե տենց։ Դուք տեսել եք, որ իրանք այդ ճանապարհը բացելուն մատներին տան։ Ով է արել։ Գնացել եկել են։ Տրամպն է արել։ Ով է այդ ճանապարհը, այդ ճանապարհը բացելու մասին ով է խոսացել։ Նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմոկրատական կուսակցության այդ establishment-ը, որը իշխանության էր, բերն է բերան ասեցին, դա կործանարար որոշում է Հայաստանի համար։ Հայաստանի համար չէ, իրենք դաշ գիտեն ինչի մասն է խոսքը։ Դա պետք է Իսրայելին, ինչի համար, որ ինքը Թուրքիան իր շունն է պահում։ Այդ շունը պետք է Եվրոպայի վրա հաչա, մենակ մեր համար մենք խանգարում ենք։ Մենք ուղղակի խանգարիչ հանգամանք ենք։ Խոսքը գնում է նրա մասին, որ կա իսրայելական բավականին մեծ խնդիր, ցեղասպանություն, բան եւ այլն, բայց իրանք որպես այդպեսին իրանք պետք բան են, իժդիվենից։ Իրանք գիտեն, հայրը պորտաբիլ իրանք գիտեն, որ իրանք գոյություն չեն կարող ունենալ առանց աջակցության։ Իրանք գիտեն, որ իրանք շանս չունեն։ Իսրայել պետությունը իրանք խելացի ազգ են։ Իրանք գիտեն, որ Իսրայել պետությունը ապագա չունի։ Իսրայել պետությունը չի կարող գոյություն ունենալ։ Այս մոդելի մեջ առավել եւս։ Որ մոդելի մեջ։ Այս որ բոլորը որ եկեք արաբներին կոտորենք բանանը։ Որ մոդելի մեջ կարող է գոյություն ունենալ։ Երկու պետության։ Որին չի համաձայնվում։ Որին չի համաձայնում։ Ինքը չի համաձայնում, որտեվ իր համար ստացվում է, որ միջերկրական ծովից մինչև Պաղեստինի սահման 18 կիլոմետր այնտեղ։ Այսինքն ինքս բարակ բան է։ Այսինքն այդ էլ մի բան չի։ Ինքը չի կարող գոյություն ունենա։ Ինքը պետք է գոյություն ունենա բացառապես խաղաղության բանի մեջ։ Այսինքն ինքը պետք է համերաշխ ապրի արաբների հետ։ Արաբների ասած պաղեստինցիքի, որտեղ դրանք ոչ բոլորն են, դա տեղի բնիկներն են։ Ձեր ասելով ասում եք այս Թրամփի ուղին Իսրայելին է պետք առաջին հերթին եւ Իսրայելը շարունակելու է մենակ ճեղքել այդ ճանապարհը։ Հա, ինքը Թրամփին է օգտագործում որպես լիդակով։ Ինքը Թրամփին օգտագործել է որպես բուլդոզեր։ Որ ուշադրություն դարձնեք, Թրամփը Ալիևի տա շփվում, Նիկոլը չի շփվում։ Ռուսաստանին եւս Ռուսաստանը ուրիշ թեմա է, Ռուսաստանը հասկացել է Պուտինը շատ վաղուց, դեռևս 11 թվականին, որ ինքը պետք է թուրքական երկրների հետ լինի լավ, ոչ թե Այսինքն Ռուսաստանին էլ է պետք որ այդտեղ է։ Ռուսաստանին դե Ռուսաստան չկա որպես այդպեսին, Ռուսաստան, հա, ռուսական կլանի, որտեղ բուն Ռուսաստանի հետ ասում ես դժվար է ասել, հա։ Այս Պուտինի ղեկավարը ընդ որում ամբողջ վերնախավը, քանի որ իրանց համար կրիտիկական չի, պրինցիպիալ չի ում հետ ինքը բանանի, համար նորմալ է որ ինքը թուրքական երկրները, Միջին Ասիայի երկրները իրանց ապահովում են, աշխատուժով գալիս են, բնակչություն են տալի, այդ բնակչությունը գնում է Ուկրաինա։ Այսինքն թեման դեռ ինչպես ասում են խմորը շատ ջուր կքաշի, դեռ Դե տեսեք, Ռուսաստանը նույն բանն է, թաթար-մոնղոլական հորդի մնացորդը, ինքը սլավոնական երկիր չի։ Խոսքս գնում էր Թրամփի ուղու մասին։ Թրամփի ուղին ֆինանսապես ձեռք չտվող բան է, այն ինչ որ ֆինանսապես ձեռք չի տալիս, ինքը կարող մնա մենակ զենքի ուժով։ Շնորհակալ եմ Գովազդ Հատարյանք եթերում ձեր թույլտվությամբ, սիրելի հայրենակիցներ, Գովազդի եթերում մնացեք մեզ հետ, կվերադառնանք տաղավար, շարունակենք զրույցը պարոն Սարգսյանի հետ, Գովազդի եթերում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Հրասա ծրի է, էլի։
Ժողովուրդ սենսացիա, ծրիա։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն ամփոփող, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի հայրենակիցներ, պարոն Կարեն Սարգսյանի հետ ենք զրուցում, Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ։ Պարոն Սարգսյան, ձեր ասացից եզրակացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության ֆորպոստ մնալ է, իսկ դուք պնդում եք, որ այժմ եւս Հայաստանի Հանրապետությունը այս իշխանությունների օրոք եւս շարունակում է մնալ ֆորպոստ եւ այսպես Հայաստանի Հանրապետության ֆորպոստ մնալը եւ Թրամփի ուղին դրանք հանգեցնում են քաղաքակրթական ճգնաժամի։ Հա, հենց տեղել կա։ Տեղել հիմա կանգնած ենք, որ բանկը ասում է դուք այստեղ եք։ Մենք այդտեղ ենք։ Հա, տենց է կա։ Քաղաքակրթական ճգնաժամը ինքը իրականում այն իրավիճակն է, որում մենք բոլորս ապրում ենք։ Սրա լուծումը։ Այսինքն արդեն մենք գտնվում ենք Մենք այդտեղ ենք շատ վաղուց, շատ որտեղ հանգեցնում է։ 18 թվականից 1900։ Իսկ Թրամփի ուղին խորացնում է 1918 թվականից։ 1918 թվականից ենք այդտեղ։ 1918 թվականից մոտավորապես։ Մեծ եղեռնից հետո առաջի հանրապետություն, հետո Հայաստանը որպես Անտանտի անդամ, հետո ինչ որ կերպ դա կորցրեց, այսինքն Հայաստանը չմնաց այնտեղ որտեղ որ պետք է մնար։ Եվ դրա պատճառով առաջացան ահռելի քաղաքակրթական խնդիրներ։ Իրական որ նայեք ինչ խնդրեմ, այդ որ մեկ ասում ենք արևմուտքում իմացող մարդիկ ամեն ինչ հասկանում են եւ բան են անում, ինչ են Հայաստանը դիմանում եւ առաջ տանում, հա։ Դրա պատճառով իրանք հասկացել են, որ այս 100 տարվա պատմությունը ցույց տվեց Հայաստանին կորցնելը որպես Անտանտի անդամ եւ որպես սենց ասեմ, եվրոպական քաղաքակրթական բան, ամրոց դարպաս այս տարածաշրջանում, առաջացրեց ահռելի հետևանքներ։ Ահռելի հետևանքներից մեկը դա ոչ միայն ասենք դրանից հետո 20-21 թվականին Անատոլիայում հույների կոտորածներ, իրանց մեծ կատաստրոֆը։ Դրանից հետո այս ամբողջ հարցը բարձրացավ սովետական կարմիր այդ բաները, բոլշևիկյան ուժերը եկան եւ միջին արևելքը ամբողջությամբ վերցրեցին իրancs տակ բասը, բանը, այս բոլոր հարցերը, այս խնդիրները, որոնք որ պատճառ են հանդիսացել եւ հետևանք են եղել այն նրա, որ այս տարածաշրջանում միակ եվրոպական քաղաքակրթական միակ երկիրը վրախեցին, թողեցին, որ կոր մնա նրանց փայ ու ոչնչանա։ Դուք հասկանում եք, որ սովետական միությունը մարդիկ սխալ են պատկերացնում, ինչքան խնդիրներ առաջացրել արևմուտքին, ասենք, չգիտեմ, ստեղծելով Սադամ Հուսեյնին, Հաֆեզ Ասադին կամ բանին Մուբարակին, Անվար Սադաթին կամ ասենք այդ բանին Լիբիայի ինչ էր, Ջամախիրիայի շեֆին, Ղադաֆին։ Այդտենց է, չեմ մտե։
Այտենց է մտե, որ եթե Հայաստանը մնում էր արևմտյան բանի մեջ, Ռուսաստանը չէր մտնում դեպի Իրաք։ Որովհետև այդ թվում նաև օգտագործելով հայկական համայնքը, որը որ շնորհակալությամբ, չհասկանալով իհարկե, նայում էր Ռուսաստանին, որ Ռուսաստանը հայերին փրկեց։ Իրական Ռուսաստանը հայերին ոչնչացրեց։ Ասում են պատմությունը սովորեցնում է, մենք ինչ-որ բան սովորել ենք։ Դե չգիտեմ, Նիկոլ Եթե Փաշինյանը ասում է եկեք հրաժարվենք սխալ պատմությունից, որ էլ սովորելու բան չունենանք, բայց ինչ է դա։ Նույն ծրագիրը։ Նիկոլ Փաշինյանը ուղղակի բանով է, չիմանալով են անում, ինքը տգետ է, իրան հեշտ է մանիպուլացնել։ Մանդելա է կարդում մարդը, ինչ եք ուզում։ Սուախիլիով թելադրած գիրք։ Մի մարդու ում էթնիկ խումբը գոյություն չունի։ Ում լեզվի մեջ ձուն բառը Մենք չկա։ սխալ ենք գործել, շարունակում ենք նույն Մենք սխալ չենք գործել, գործել։ մենք 18 թվականին մերը չէր սխալը։ Ну 19-20 թվականին ասենք, հա, որ Սևերի հետ միասին մերոնք ստորագրեցին, ну մերոնք ասած անուն Ինչ չտված սխալ ենք գործել, Ռուսաստանին վստահել եք։ որը գալիս ձգվում է մինչև այսօր, եւ նույն սխալը կարող ենք գործել։ Ռուսաստանը հավատալ, որ Ռուսաստանը դա քրիստոնյա պետություն է։ Հավատալ, որ Ռուսաստանը թքած չունի քո երեխեքի կյանքի վրա։ Հավատալ, որ Ռուսաստանը ինչ որ մի պահի կարա Թուրքիային ընկալի որպես թշնամի։ Ռուսաստանի կանայք գնում են թուրքերի հետ, Մերձենում են։ այո, իսկ ռուս տղամարդիկ դրա մասին գիտեն, ու իրանք երջանիկ են, որ իրական գավրա թուրքը ուշադրությունա դարձրել, Ինչու եք այդ օրինակը բերում, որովհետև իրանք հոգեբանորեն ոնց ստրուկ եղել են Օսմանյան կայսրության համար, որ իրանք կնանիքին ուղարկում էին այնտեղ, որ իրանք Լավ, Այդտենց է մնացել է։ հետ ենք գալիս, խոսեցինք քաղաքակրթական ճգնաժամի Բա քաղաքական ճգնաժամը դրա մասին է։ Ամենամեծ խնդրեմն է, որ Հայաստանի վերնախավի մի մասը սրտանց, մյուս մասը կաշառքով, երրորդ մասը թքած ունենալով մտածում է, որ Ռուսաստանը քաղաքակրթական առումով կամ առանձին բևեռ է, կամ հեռ հազարներով արևմուտքի եվրոպական մի մաս եւ երկիր։ Ռուսաստանը խորը ասիական, թուրքական, թաթարական երկիր է։ Քաղաքակրթորեն թյուրիմացության մեջ են այլ մարդիկ, ասում եք դուք, որ կարծում են, որ քաղաքակրթորենն էլ Ռուսաստանը մոտ է Հայաստանի հայ քաղաքակրթությանը։ Այո։ Ռուսաստանը պետք է ընդունել այնպես, ինչպես Լենգ Թեմուրի պետությունը։ Ոչ միայն կրոնի տեսակետից եք դուք ասում սխալ բանես, այլ անգամ քաղաքակրթական հիմնասյուներով։ Դուք այդ բանը տեսել եք, այդ ռուսական կակոշնիկները, այն ռուս աղջիկը, որ տենց մեր մոտ էլ տենց ռուսկի դոմը անում է, դուք գիտեք, որ դա թուրքական գլխակա, գդակա։ Դա թուրքական ազգերի բանն է, դա կոմին է անում, դա ֆինո-ուգորական ազգերն են անում։ Բան չի էլի։ Լավ, ուստի մենք, երբ որ մենք խոսում ենք ոչ թե նրա համար պարզապես, որ նկարագրենք իրավիճակը, որի համար շնորհակալություն ձեր նկարագրության, այլ նաև տեսնենք ինչ ճանապարհներ ունենք։ Մեծ հիմա։ Դուրս ելք։ Պրոբլեմը հետևյալն է, պրոբլեմը նրանում է, որ բազմաթիվ մարդիկ իրանց թվում է, որ իրենք կոմֆորտի զոնայի մեջ են։ Ցավոք սրտի պետք է հիշեցնեմ բանը, Նժդեի խոսքը Սմյուրնեի գործարարների մասին, որ ասում էր Սմյուրնեի գործարարներից 10 հոգի այնքան գումար ունեին, որ կարային ամբողջ Հայաստանը ապահովեին զենքով, բանով, բայց ասում է իրանք սպասեցին, ոչ մի բան չարեցին, մինչև 21 թվականին եկան Սմյուրնեում իրանք կոտորեցին, իրանք ձեռքից աղվերցրեցին։ Բայց կոմֆորտի զոնայի մեջ են։ Հիմա մարդիկ ասում են ախպեր դե լավ այլ ռուսերեն քրքաշ խոսում ենք, բան ենք անում, լավ այլի թո սենց մնանք, այդ լավա էլին հեչ լավ չի, էդ էլ է ռուսական, էդ էլ է ռուս-թուրքական, որ падիշախը գիտի, կամ ցարը գիտի ինչ են անում, մնացած արա դու սուս մնա էլի։ Այսինքն այսօրվա խաղաղության բարձը, որ դրված է հայերիս, հայաստանցիներիս գլխի տակ, որի մասին խոսում է Փաշինյանը, նա ասում է արդեն խաղաղություն է, դա կեղծ է։ Խաղաղությունը, այն խաղաղությունը։ Կեղծ բարձ է։ Մի րոպե։ Այն խաղաղությունը, որի մասին խոսում է Փաշինյանը, առաջացել եւ ստեղծվել է եւ պահպանվում է մինչեւ հիմա,
210 հոգու ուժերով եվրոպական դիտորդական առաքելության։ Խաղաղությունը չէ երևի չկրակելը։ Ոչ, այն ինչին որ Նիկոլը ասում է խաղաղություն, դա այդ մարդիկ են անում մեր սահմանին։ Իսկապես խաղաղություն է դա, նորից եմ հարցնում։ Ես նորից եմ ասում, այն ինչին որ Նիկոլն է ասում, խաղաղության եզրույթ որպես այդպիսին գոյություն ունի համաշխարհային միջազգային դիվանագիտական բան փաստաթղթային այդ համապատասխան փաստաթուղթը ռատիֆիկացված։ Այն ինչ որ ասեց Ալիևը, որ գոյություն չունի, որը դրա համար էլ ես Հա, չեմ իհարկե։ Հայաստան։ Իհարկե չկա։ Այդ փաստաթուղթը խաղաղությունը փաստաթուղթ։ Փաստորեն Ալիևը ասեց չկա այդ խաղաղությունը։ Իհարկե չկա ու չի էլ լինելու։ Նորից եմ ասում, չի լինելու։ Չի լինելու։ Որովհետև Տրամպի փակուղու փաստաթուղթը տարից տարի պետք է լայնանա, ավելանա։ Եթե մյուս տարի հոկտեմբերին, նոյեմբերին կոնգրեսի ընտրություններում ներկայացուցիչների պալատում հաղթեն դեմոկրատները, այդ բոլոր բաները այսպես կփաթեթավորեն ու Կամբոջա կուղարկեն։ Կարլեն ինչ։ Այստեղ նորից Չի լինելու, ոչ այդ ֆինանսավորումն է լինելու, ոչ դա է լինելու։ Այն խաղաղությունը, որը Նիկոլ Փաշինյանը ուզում է հրամցնի որպես խաղաղություն, դա խաղաղություն չի, նորից եմ ասում։ Ինքը կարա սուտ խոս, ինքը նենգաբար սուտ է, ինչի է ինքը զբաղվում տարբեր սկանդալային գործողություններով։ Ամեն շաբաթ։ եկեղեցի նկատի։ Եկեղեցի, TikTok, TikTok, մնացել է Snapchat-ը, OnlyFans-ը ու Pornhub-ը, որտեղ ինքը գրանցված չի։ Արդեն ամոթա վարչապետի մակարդակով արա չի կարել TikTok-ում տենց բաներ անել։ Դու չես կարող լինել մի երկրի վարչապետ ու դնես մի երաժշտության տակ Վիսոցկի, «Нет, ребята, всё не так», խիես դրե, ինչ ատակը, դու այդքան ռուսերեն հասկանում ես, որ դրել ես։ Դու գիտես, ասենք խիես դնում։ Որ խնդան վրա է տարա, դու ջահանդամը իրա վրա, մեր վրա են խնդում, արա իմ երկրի վարչապետն է, տակ գրում են այսպես մարդու вообще գործան, աշխատում է։ Ինքը ընդհանրապես աշխատում է։ Ախր ոնց կարելի է հեծանիվ քշել, սուտ խոսալ, մեկ-մեկ գնալ եկեղեցի, գնալ ապր-ծպր պարլամենտում խոսել, գնացել ես բյուջե քննարկես, բյուջեից խոսա։ Ընկեր, մի հատ ասա տեսնեմ այդ մշակող ոլորտում ինչ է կատարվում։ Մի հատ ասա տեսնեմ, ասենք սննդի ոլորտում աշխատող փոքր միջին բիզնեսի, այդ որ տենց հարկում եք անջիգար ձևի, այդ որ իրանք ամեն ինչ պլանավորում, ոնց եք խոսացել եք այդները որ անում եք։ Որ ասենք ուղակի մարդը որ բիզնեսը բացում է, մի ամիս հետո հարկայինը գալի նստում է վզին։ Չկա տենց բան, հա, որ թողեք մի քիչ աշխատի մարդը։ Այն որ փողոցում ինձ մարդիկ են մոտեն ծիծաղալու է, չէ՞։ 12-ի կողմերը գիշերը, մինչև 3:30 ինձ պատմում են իրանց դարդերից, փակվում էին։ Մինչև ժամը 3:30 բոլոր ինչ որ ՓՄԶ-ի փոքր միջին բիզնեսի խնդիրներից են խոսում մարդիկ։ Ասում եմ, հա լավ, հասկացա, մտքովս անցնում, ախպեր, հա քանի հոգի, 70 հոգի բարադի չունեք ընդ նստած ազգային ժողովում։ Մեկը գոնե հարցրել է, այդ որ օրենք եք ընդունում, ստեղ էս եք բան եք, էս եք ավելացնում, են եք ավելացնում, էս մոտեցումն եք փոխում, բիզնեսի հարկումն եք փոխում, բան եք անում։ Ինչ որ մեկը հետադարձ գոնե նայել է, հասկացել է, ինչ որ մեկը ռիսկը գնահատել է ստվերի։ Թե հիմա էլ տենց բանկային ոլորտն եք վերցնում կոնտրոլի տակ, որ ստվերը չի կա։ Մարդիկ ստվերը կգտնեն, ոնց տան։ Դուք ոչինչ կամ կփակվեն։ Երրորդ, չորրորդ երամսակ, դե երրորդ, չորրորդ երամսակնա ոլորտներ կան, որ անկում է։ Անկում։ Վարչապետը պետք է խոսա նրանից, որ իր տնտեսության մեջ անկում է, તો ջանդամը դա ազգային ժողովում պետք է մարդիկ խեն ասում, նույնն են դրանք։ Ազգային ժողովում ոչ բարով ընդդիմություն ունենք, իր ձեռքով, կոտրած ձեռքով անցկացված։ Մեկը գոնե այդ ընդդիմությունից վերականում, ասում է, լսի, ոչ հարգելի տղա ջան, մի հատ հեծանիվիցդ իջի, 4-րդ երամսակն է, դու այս ոլորտում ունես անկում, կամ զրոյա կամ անկում է։ Մի հատ կբացատրես։ Այդ արդեն որտև էկոնոմիկայի նախարարի բանը չի։ 4-րդ ամիսը, 4-րդ երամսակը այդ մի կլիր մի տարի է, այդ արդեն վարչապետն է։ Մեկը գոնե հարցնում, ասում են գերեսի չես անում։ Ինչ սու 30։ Սու 30-ը ապրելու է 15 րոպե։ Հաշվի առնելու ինչ հոպ ա դրած Ադրբեջանում։ Հո բանի վրա չես հարձակվելու Թուրքիայի։
Հələ Թուրքիան կասի լավ, սրանք գիժեն թոթռնեն, ադրբեջանցիք չէ կխփեն մի անգամ։ Ինչի համար պետք է ծախսը անել։ Իսկ ինչի համար է պետք է ծախս անել, Դե որ ո- ցույց տալ, որ ծախս է արվում։ Դե չգիտեմ, բայց Բայց ինչ-որ պատասխան պետք է լինի։ Սու Դուք 30 ասում եք, այնտեղ մասնագետներ են Հիմա ընտրում, գիտեք ինչի չէ՞, է նման։ ցուցակ է։ Օրինակ դուք ասեք, Ցուցակը Կարանջան, կազմում է, ինձ չէ՞։ բան է պետք, ասենք, դե չգիտեմ, աշխատանքից դեպի տուն, մեքենա է պետք։ Ասեմ, այս սենց էժան ավտո կա, այս սենց։ Ձեր ասած։ Գազ 55։ Հասկացա, ուզում եի ասել չկա արդեն։ Հա, դա։ գազ 55։ Լավ ասեցիք, ես այն բանը Զապարոժիցը հիշեցի։ Հա, չէ, Զապարոժցը լավ է, կարած գրգես տանես։ Կամ տակը բաց է, Չէ, իրականում տեսեք, հարցը գիտեք որն է։ Հիմա որ սենց ասում, ես ինչի եմ վստահ, որ ամեն ինչ լավ ալնել, ինչ եմ ասում չվախեք։ Մարդկանց բերեք գցել են այդ բանը, ոնց որ տեղեկանք են տալի, ասում են դու ցիրկի ձի ես։ Դու պետք է ուրիշ բանի մասին չմտածես, այսպես փագում են հայացքը, ասում են այսպես դու վազի, դու ես սենց վազի։ Հենց որ գալ ես փոկում ես ասում ես, անգեր, ձի չես, ազատություն։ Ազատություն։ Ու եւ ինչ Ասում են հայել։ ասելուց հետո Ու սկսում են ազատություն։ Ասում ազատություն, կոգնիտիվ դիսոնանս։ Հա, կոգնիտիվ դիսոնանս է, չէ, արդեն ասենք հասկանում են, որ էսի սուտ է։ Ամենահեշտ տարբերակը ինչն է, մարդկանց sense գցում են պրեսի տակ, կեղծ օրակարգի, պրեսի տակ գցում են, որ կառավարվեն։ Հին ռուսական սխեմա է։ Այդ ամրոցը, այդ չգիտեմ ինչ է, այդ սաղ sense յանի բանա ժողովրդավարությունն է, յանի բանա, բայց մենք միշտ ինչա խաղաղությունն է, բայց մենք սու 30 ենք առնում։ Սու 30 խես առնում։ Պարոն Սարգսյան, ես ինձ մոտ նշել էի ժամը, որ պետք է ավարտենք, այդ ժամը եկավ, բայց դեռ հարցեր Ես ձեզ 10 րոպե հələ կտրամադրեմ։ Շնորհակալություն, շատ մեծահոգի եք։ Պուտինի հետ պետք է Թրամփը հանդիպեր, կարծես թե, հետո չհանդիպեց, գնաց Սիզինպինի հետ հանդիպելու։ Ինչու Պուտինի հետ չհանդիպել, բացի դրանից, դեռ մի բան էլ, միջուկային փորձարկումներ հրահանգեց, որպեսզի անցկացնեն։ Կատենց բան։ Պեսկովն էլ ասեց, Բուրևեստնիկի փորձարկումը միջուկային փորձարկում չէ, Պեսկովը լցրել է տակը։ հույս ունենք Թրամփին ճիշտը կասեք, մի խոսքով Թրամփ Պուտին Ռուսաստանը լցրել է տակը։ Եվ Թրամփ Սիզինպին Չինաստան հանդիպում։ Տեսեք, Ռուսաստանի թեման որն է։ Ռուսաստանի Թրամփ պահում է Ռուսաստանին որպես բան, որ հեսա կպայմանը, Թրամփին մեկ է Ուկրաինան, իրան մեկ էր ոնց կպրծնի, իրան պետք էր որ պրծնի պատերազմը։ Հետո ինչ որ մի պահ ինքը հասկացավ, որ ինքը տակ է տալի, որովհետև իր վարկանիշը ներսում, իր ներսում, իր հանրապետական կուսակցության ներսում, սկսեց գահավիժել։ Այդ թվում այդ բանին ընդեց ապտալու համար անկորիջում, այդ անիմաստ ինչ որ բաներ, որ սա վերեք ասում էր Պուտինը, այսպես տղա Պուտինը հետո էլ էր ռմբակոծում։ Ես որ ասեմ ինքը կանի։ Հա, ես ասեմ ինքը կանի, ասեք կանենք, բան ինչ որ այսպես բանի մեջ էր, Զելենսկուն դու ոսմակարտ չունես, կալոդդ կեղծ է, բան, այսպես շուր բաներ էր խոսում, հասկացավ որ կորցրել է, շատ է կորցրել։ Միջազգային ոլորտում Թրամփի վարկանիշը եւ Թրամփի պատճառով ԱՄՆ-ի վարկանիշը կիսվեց։ Եթե ոչ ավելի ներքև։ Ծիծաղ էր առաջացնում բոլորի մոտ։ Ուղղակի բոլորի մոտ ոնց որ ծաղրածու լիներ։ Ինչ որ մի պահի ենթադրում եմ այդ Ռուբիոյի հայտնի, որը սպասեց, որ բանը տնփեսեն Կուշները ու այն իր գոլֆիկի ինգերը տուն ծախողը, в общем, տուն առնող ծախողը, հա, իրանք այդ որ դուս էին եկի թռել էին Իսրայել, քանի դրանք օթում էին, Ռուբիոն մտել է աչքից շուտ տվեր ածուս տվել։ Իր իրական վարկանիշը ասել է, որ մեծ հաշվով քեզ էլ ընդհանրապես բանի տեղ չեն դնում։ В общем, դու էլ չկաս, դու չես կարող ոչ մի բան անես, դու հերնակցություն չունես։ Այդ պահից սկսած ինչ որ մի մասը որոշում կայացնում հետ է եկել հանրապետական կուսակցության այդ բազեներին, որոնք որ տենց հակա բան են, ուզում են որ Ամերիկան իրոք դուրսնել ուժեղ երևա եւ սրանով է գալիս հարց։ Պատժամիջոցները Ռուսաստանի հանդեպ այդ ամբողջ բաները գալիս է նրանից, որ Պուտինը երրորդ անգամ խաբել է։ Ընդ որում այդ որ Ռուբիոն մտել էր եւ ինչու այդ ռուսական հանդիպումը բան եղավ, որտեւ էլի հերթական անգամ այդ շամբուտկա առնող ծախող Վիտկոֆը
Խոսել էր Պուտինի հետ, Տրամպին եկել էր, ասել էր, ինչ որ Տրամպ ուզում է լսի, ախր իր դիվանագիտությունը, ես հասկացել եմ, ինքը դիվանագետ է, որտեղ իր դիվանագիտությունը կայանում է նրան, որ ինքը ասում է, այն ինչ որ Տրամպը ուզում է լսի։ Ինքը ոչ մեկ է։ Ոչնչություն է, որը գերագույնին զեկուցում է, այն ինչ որ գերագույնը ուզում է լսի։ Դրա համար էր այդ բանը։ Հիմա ես եկել էր ասել էր Պուտինը էլի նոր առաջարկը համաձայնաբան, բայց իրականում Ռուբիոն որ խոսացել է, Լավրովը ասել է, որ մեր պայմանները հետևյալն են՝ դենացիֆիկացիա, դեմիլիտարիզացիա, այսինքն նույն բանը։ Իրանք էլի Ուկրաինայի կես ուզում են, իրանք ուզում են, որ Ուկրաինան չլինի, իրանք ուզում են, որ ասենք Ուկրաինան զենք չունենա, բան չանի։ Այո, հետերեկե բանակը թուլանա եւ թուլանա, ՆԱՏՕ չմտնի։ այո, Եվ տարածքներ։ Եվ տարածքներ։ Երեք էլի վիդեո եմ նայում, ասենք, չգիտեմ, բանը, շահ այդ բանը, Պաթեսեն, գալի մտնում է խանութի մեջ։ Մարդիկ են խանութի մեջ է գալի մտնում տրակում։ Ես ուղղակի չեմ հասկանում, Նիկոլը տեսել է, այդ որ ինքը հետը լավ է։ Սա երեխա մեր է։ Լավ ես։ Լավ ջանդամ, նույն բանը, Տրամպը ինչ-որ մի պահի հասկացա, որ չէ, ինքը լավ չի էլ։ Որտեվ ասենք բանն է, Մելանիայի մոտիկ ընկերուին ուկրաինացի է։ Այդ որ ինքը ասում է կինս միշտ ասում է, այդ նրանից է, որ մոտիկ ընկերուին ուկրաինացի իրանք միասին են աշխատել այդ մոդելինի ոլորտում ու հիմա ինքը տենց միակ բանն է, որ մոտիկ։ Հիմա նրան տանը ճնշում են, սրան տանը չեն ճնշում երևի, սա կամ ստեղ տանը ինչ-որ բարոյականության շեղում կա, ասենք երեխա սպանելը օքեյ է, եթե դա, չգիտեմ, ինչ երեխա է, երևի իրանց չի ձեռ տալի, կամ իրանց ձեռ տալի, տենց բան չի։ Սի Ցզինպինի հետ կոնֆլիկտը Ամերիկայի, լրիվ ուրիշ է, ինքը կոնֆլիկտ չի, մի տնտեսական մրցակցություն է։ Դրա համար այնտեղ միշտ խոսալու բան կա, այնտեղ ոչ մեկ ոնց որ թե տենց առանձնապես չի սպանում։ Կարող է քողարկված, կարող է 20 տարի առաջ, կարող է ասենք, չգիտեմ, 10 հոգի քաղբանտարկյալ կա, ինչ որ բաներ արգելված են, ազատություններ չկան, բայց Տրամպի համար ազատության բացակայությունը դա խնդրեմ չի։ Իր համար հենց հիմա, ասենք, բանն է։ Պետք է որ տնտեսական հարցերը լուծվեն։ Այդ տնտեսական հարցերը քննարկելը Սի Ցզինպինի հետ է։ Հեշտ է դրա համար։ Իսկ Պուտինի հետ հրաժարվելը պատճառն էր, պատճառավորն էր, հիմնավորում էր, որ Ռուբիոն մտե ասել է, հոպա նույն բանն է լինելու։ Ուղղակի նույն բանն է լինելու։ Այն ինչ որ եղավ անկորիջում, ինքը գալու է նույն բանը ասի։ Իրան պետք է հիմա ինչքան էլ որ ինքը բանը մեկը տզեկուցում ասում անգեր սաղ աշխարհում քեզ սարքեցին ճուլ։ Բայց կողքից էլ Բուրևեսնիկ ու Պոսեյդոնի թեման բարձրանում։ Հիմա Բուրևեսնիկ Պոսեյդոն այդ թեման ինչի են ռուսները բանը, ռուսները լցրել են տակ։ Ռուսական ամբողջ միջուկային ծրագրի հրթիռային բլոկը հիմնված էր Յուժմաշի վրա։ Դնեպրի, այսինքն Ուկրաինայի։ 15 թվականից հետո Յուժմաշը պաշտոնապես, իսկ 18 թվականից նաև այդ քողարկված սխեմաներով այլևս չի համարտգործակցում։ Օրինակ են սատանա հրթիռները, որից որ բոլորը վախենում էին, բանի Սարմատը ինքը նույն բանի շուրջ սա հիմքում ընկած է ուկրաինական տեխնոլոգիաները, Ռուսաստանը չունի այդ տեխնոլոգիան։ Դրա համար երբ որ ռեալ գա այն պահը, որ պետք լինի բարձրացնել 1000 հրթիռ, ամենեն 1000 հրթիռ կբարձրացնի, Ռուսաստանը չի բարձրացնի 1000, Ռուսաստանը կարող է ոչ միակ չի կարողանա բարձրացնի։ Հասկանում եք խնդրեմը որն է, որովհետև այդ հրթիռները վերջինը արտադրվել է 86 թվականին, Գորբաչով-Ռեյգան բանի ժամանակ, վերջինը այն վաղ արտադրվել։ Այսինքն 86 թվականից մինչև իրենք 20-ից 25 տարվա կյանք ունեն։ Բարեսբուն իմաստով, որտեվ դրանք բան են, ասենք, փոխվում է, բացի ամեն ինչից Պլուտոնին է, ինքը դե այդ բան ունի, ռուսերեն պետք է ասեմ, պոլուրասպադ ունի, ինքը ոբշ պետքա փոփոխվի, պետքա ստուգվի, պետքա փոփոխվի, եթե դու միջուկային փորձարկում չես անում, դու չգիտես ինչ օրի է։ Բուրևեսնիկը ինչ է։ Բուրևեսնիկը ոչ մի բան է, Բուրևեսնիկը պոնտ է։ Բուրևեսնիկը պոնտ է։ 5-6-7000 կմ/ժ արագության վրա առաջարկում է օբյեկտի շուրջ պլազմա, շատ տաք, այսինքն օդը տաքանում, այնքան է տաքանում, որ դառնում է պլազմա։ Պրոբլեմը նրանն է, որ պլազմայի միջով էլեկտրոմագնիսական ալիքները չեն անցնում։ Հետևաբար ինքը ոչ տեսնում է ինքը որտեղ է, ոչ էլ հրաման է ստանում։ Վերջ։
Կարելի ասել, որ Պուտինը զուգահեռ կարծեմ ասում են մեմորանդումի տեսքով էր իր պահանջները ներկայացրել։ Էլի նորից կարտերը հիշեցի, փոքերը կներեք, որ այդպես բան եմ հիշեցնում, որովհետև դե կամաց են, չէ՞ բացում։ Մի կողմից նա ցույց է տալիս ուրեմն իր պահանջները, տարածքներ, դեմիլիտարիզացիա եւ ուրեմն ՆԱՏՕ ոչ ՆԱՏՕ-ին, մյուս կողմից էլ ասում է, տես ես ինչ քարտ ունեմ, բուրիվեսնիկ ունեմ եւ Պոսեյդոն ունեմ։ Եվ Թրամփը դա ընկալում է որպես ճնշում եւ ահաբեկում գուցե։ Դրա համար ասում է արագ մի քիչ քանի որ այդ ոլորտի մեջ շատ եմ խորացած եղել մի բան, որը որ Թրամփի շրջապատում մարդիկ явно զեկուցել են, որովհետեւ իրոք վտանգ էր ներկայացնում, հա։ Իսկ Հայաստանում դա ընդհանրապես անցել է կողքով։ Ես նույնիսկ չգիտեմ այդ նյութը հայերեն թարգմանվել է, թե ոչ, այսինքն նրա հանրության ցանկ։ Պոսեյդոնը 21 թվականին տրաքեց Սպիտակ ծովում։ Լուրջ տրաքեց, причем բանով։ Ինչ վերաբերվում է Բուրիվեսնիկին, Բուրիվեսնիկը ոչ մի անգամ չի թռել։ Պոսեյդոնը Ինչու Թրամփը հրահանգեց։ Չէ, Թրամփը հրահանգեց միջուկային փորձարկումներ, շտապ ասեց փորձարկումները սկսում եք։ Որովհետև Պուտինը տեղի անտեղի ամեն օր վեր էր կանում, ասում էր դե մենք միջուկային զենք ունենք։ Ոնց ցույց տաս որ դու էլ ունես։ Դու էլ ասես։ Էդ չեղավ։ Էլի եմ ասում, այնտեղ Ամերիկայում բազաների ձայնը շատ ավելի որոշիչ է։ Զենքի հարցում, տենց Ամերիկայում տեսեք նահանգներ կան, մարդը կա սահմանափակվիչ զենքի հարցով, հակառազենք ունենա։ Այսինքն ամերիկացում դու տենց խոսալով տենց բանի մասի թույն զենք ունեմ, տենց չէ, սովետում ընդունված, որ հարցում են բան սովետնի հետ սովետական տարածքում, որ զենքերի մասին բանի Ռոսաբարոն էքսպերտի գովազդային բուկլետների մեջ գրած թվերով են խոսում, այլնակ Սու-30-ի մասին գիտեմ, սաղ ասում դե տենց չգիտես ինքը ինչքան բարձր է թռնում, ինչքան բանա բեռա տանում, ինչքան է անում են անում, թղթով։ Իրականության մեջ աղբ։ Նույն բանը ամբողջ Ռուսաստանն է, թղթով։ Բան բումաժնի տիգր։ Թրամփը փակում է, Թրամփը Ամերիկայի այդ բազաները ասում են լավ, օքեյ, զենք հարց չկա։ Մենք տենանք մեր ինչ վիճակում, գնանք մեր հետևի հայաթում։ Մենք կրակենք տենանք նորմալ, մեր ատրճանակը տեղում է, հա, փամփուշտները բան, մաքրենք, փորձարկենք, բանը նշանառությունը բռնենք։ Լավ, իսկ Թրամփ Սի Ցզինպինը Սի Ցզինպինը դա ուղղակի տնտեսական հարց է եւ իրան ինչ որ ընդհանուր հայտ է, ճիշտ է, ոչինչ որ կարծես թե դեռ չեն ստորագրել, բայց էական չի, էական չի ինչ կոնկրետ։ Այո։ Էականա որ սկսեցին խոսալ դե տնտեսապես երկու կողմին էլ ձեռ չի տալի։ Չինաստանը ահռելի ճգնաժամի մեջ, ահռելի դա չի։ Համենայն դեպս կոնֆրոնտացիայից ոնց որ թե Դա կոնֆրոնտացիա չկա, էլ Չինաստանը լավ հասկանում է, որ ինքը Ամերիկայի դեմ չի կարել ժողովուրդ։ տնտեսական պատերազմի մեջ։ Չէ, տակ, մարտական։ Մարտական, բայց տնտեսական պատերազմի մեջ։ Տնտեսական պատերազմի մեջ ինքը ոչինչ չունի։ Ինքը բանը ինքը արտադրամաս էր։ Պատկերացրեք, ասենք դուք միլիարդատեր եք, Աստված տա։ Ունեք, ասենք, մի հատ միլիոնատերն էլ չէր Հա, խանգարի։ ունեք գիտահետազոտական ինստիտուտ եւ ասենք, չգիտեմ, Երևանում բան, այն ինչ որ կոչվում էր MPO, գիտական արտադրական միավորում։ Անում, այստեղ սարքում եք բան, ինչ որ քանակի արտադրում եք։ Օրինակ, լվացքի մեքենա, տեսախցիկ էական չի։ Արտադրում։ Հենց որ արտադրում եք խելքի է գալի, տեսնում եք որ օքեյ շուկան լավ է արձագանքում, տալիս եք, որ ասենք, չգիտեմ, Դիլիջանում ձեր մասնաճյուղը դրանից արտադրի։ Ու Դիլիջանը սկսում է արտադրել միլիոններով։ Ինքը փող է գեներացնում, այդ փողը իրան գալիս է։ Հարց չկա միլիոններով, բայց այդ փողը հիմնական մասը գալիս է ձեր բանում, ինստիտուտը, որ նոր պրոդուկտ է սարքում։ Բայց այնտեղ եթե տնօրենը բան ասում, ախպեր, ես սաղ աշխարհին տեսախցիկ եմ ծախում։ Հեսա գիտես քեզ ինչ կանեմ, բայց ինքը մոռանում է, որ եթե այս գլխամասը չլինի, ինքը հետ նույն տեսախցիկն է ծախելու։ Ինչքան։ Այն ինչ որ հիմա ասում են առաջ է գնացել, այս բոլոր որ առաջ է գնացել, այն որ ավտոմեքենայի մեջ կա կարաոկե, դա ավտոպրոմի հետ ոչ մի կապ չունի։ Այն որ Սու-30-ը վերցրել են կողքից բան են արել, սարքել են իրան F-35-ի պես, դա իրականում ոչ մի ավիացիոն բանի հետ կապ չունի։ Այն ինչ որ իրանք մարդատար օդանավ են այդ C-119-ն, ինչը 319-ն է, այդ իրանց որ նոր յանի մարդատար
միջին մագիստրալների օդանավ են բաց թողել, դա ընդամենը Airbus A320-ն է, առաջի մոդելներից, որից 4 հատ Ֆրանսիայից առել էին, մեկի տեղը ֆրանսիացի կորցրել էին, հետո տեսել են, որ քանդել են մինչև վերջի վինտիկը, կոպիա են արել ու նորից հավաքել են։ Չինաստանը մեծ հաշվով շատ թույն արտադրամաս է, շատ։ Այ ինչ ուզես կարտադրել 10 գծած սաղ կարտադրեն։ Գծած էլ չտաս, նմուշը Հա, տաս։ նմուշը տաս ինքը կարտադրի, փայլուն է, դա հատուկ հմտություն է, հարգանքի արժանի։ Աշխատասեր, գլուխները կախ աշխատող ժողովուրդ են առանց որևիցե բաների, բան չես կարող ասես։ Բայց գիտահետազոտական առումով առաջադիմության։ Ես ես մի բան ասեմ, սրանից 5-6 տարի մինչև կովիդներ, հա, ոնց որ մինչև կովիդներ։ Ասին, որ իրենք առաջի քվանտային համակարգիչը ստացան ու հեսա 3-4 տարվա մեջ քվանտային բաներ տղեկ հետ խոսացես մոտ ձև չկա, բայց լավ սպասենք։ Անցան տարիներ։ Ոնց ասել էին, տենց մնացել է։ Ոչ մի քվանտային համակարգիչ չկա, ոչ մի բան չկա։ Որովհետև ինքը ունի ամեն մեկը աշխարհում, ինչքան էլ որ դու փորձես, հա, գոյություն ունի մշակութային քաղաքակրթական առանձնահատկություններ։ Գիտահետազոտական աշխատանքի համար պետք է ազատություն։ Մարդը գիտնականը պետք է լինի ազատ։ Ինքը կարող ղեկավարին գա ասի, կարա չասի, բայց գալիս է ու զբաղվում է ուրիշ բանով, ասում է, ախպեր ուզում եմ, չգիտեմ, որ ծաղիկը հոսանք տա։ Խնդան վրան կամ չեն խնդա, կասեն դրա արա գնա արա։ Չինական մոդելը բացի նրանից, որ բոլշևիզմ է, ինքը նաև պատմականորեն անհատի, անձի, ազատություն չի նախատեսում, դու ենթակա ես, դրա համար դու չես կարող գիտահետազոտական աշխատանք անես։ Շնորհակալ եմ, միակ բանը Իսկ մեր մոտ կարաս, մենք ամենաազատ ժողովուրդն ենք, սենց բան աշխարհում չկա։ Չկա աշխարհում, որ եկեք թվարկենք ինչով ենք ազատ։ 2.4 միլիոն ընտրողը ունենան 180 կուսակցություն, չկա տենց բան։ Հասկանում եք։ Մենք կարանք անվերջ ուսանողների մեջ է տարածված, հայերի գյուտերը, որոնք որ տենց սաղ աշխարհով արել են թողել։ Որիշում մենք ոնց հասկանում եմ բանը կարելի է սենց մեկնաբանել, հաճույք ենք ստանում process-ից։ Մենք գյուտը անում ենք, հետո բրախում ենք, ասում ենք ավելի լավը կանենք, գնում ենք ուրիշ բան անելու։ Որտեղ մենք process, իրանք վերցնում են փող են աշխատում, բան են անում, բայց մենք գիտեք կայֆը որն։ Որ իրանք դառնում են դրա Չինաստան, այսինքն մենք հա կարանք անենք։ Մերը չի սահմանափակում, մենք չենք վերցնում ու սենց ինչ-որ բանի պես տենց ինչ-որ վրեն կարճում։ Հա, գարգանցուա պանտագրվել անում սենց բանը, որ չէ, սաղ պետք է մինչև կոպեկ, մինչև վերջի խազինց պետք է տակ որ ես տամ, անում է ինչ-որ պատենտի փողը վերցնում, բանես մեզ ավելի լավ կանեմ, կամ ինձ էսի սենց տրեկով պետք է տանք գարնի հաց ուտենք, կենակ ուտենք, ինչ եք ուզում։ Ես որպես ամփոփում այսպես այս թեմայի Թրամփ, Սի Ցզինպին, Թրամփ, Պուտին, այս ամեն ինչին մենք դեռ հետևում ենք, որովհետև չգիտենք ինչպես է դա դրա արձագանքը գալու, հասնելու։ Դե գիտեք ոնց, երեքն էլ այսօրվա դրությամբ համաշխարհային մասշտաբի պետությունների, ասենք, պետություններ, որոնք կարան շուր բան անեն։ Բայց ինչ որ մի պահ իրենց հայացքը շրջելու են, չէ՞, դեպի մեր տարածաշրջան։ Տենց էլ մենք սենց կողքից անկյունից հետևողի դերում ենք։ Պուտինը չի շեղել, Պուտինին պետք է որ Հայաստան չլինի, որ ինքը կարողանա իր հույսը, քանի որ ինքը բանի ժողովրդագրական դեմոգրաֆիական խնդրեմ ունի, իր հույսը թուրքական այդ բաների օգտագործումն է։ Բայց իր պայմաններն է, որ գաք դառնաք իմ բաները, ստրուկները։ Ինքը չի ուզում, որ իր մոտ գալացող կենտրոնական Ասիայի ժողովուրդը մնա Էրդողանի ստրուկը։ Ինքը ուզում է, որ իր ստրուկը դառնան, կամ Շայմիևի, կամ Տոկաևի, ինքը ասում է իմ ստրուկները դառեք։ Դե նրանք թուրք են, նրանք գիտեն, որ ասենք իրանք 100 տարվա պլան են գծում։ Այսինքն ամբիցիաների բախում Էրդողան։ Հա, հիմա Էրդողան չի։ Բա ով Ախր Էրդողան չի, թուրքական բանը այդ շատ ավելի մեծ է։ Էնվեր պատկերացրեք։ Հա, Էնվերի ծրագիր։ Էնվեր, այտենց պատկերացրեք, որ չկենտրոնանաք Էրդողանի վրա։ Որ չպատկերացնեք, որ Թուրքիան փոփոխական է այդ առումով, չէ։ Դե դեմ ասում, Էնվերի ծրագիր։ Կարելի է բան անել, հա, Էնվերը ռուսական համագործակցության բանի մեջ էր։
կա քեմալիստական ծրագիր, որը արևմտյանը, բայց այս պահին բացի քեմալիստական ծրագրերից բոլոր մնացածները դրանք այտենց ծրագրեր են, որոնք կործանի չեն։ Ինչ վերաբերում է Սի Ցզինպինին կամ Տրամպին մեկը լրիվ միևնույն, հա։ ԱՄՆ-ն եթե դեմոկրատական կուսակցության դաշտի մեջ, այսինքն ինքը չի սկսում հերթական անգամ տառապել բանով շիզոֆրենիայով եւ ասել, որ ինքը առանձին քաղաքակրթություն է եւ մոլորակ է աշխարհում, ու մենք ունենք beautiful ocean էս ծերի ցենցերը, եթե ինքը հասկանում է, որ ինքը Եվրատլանտյան համայնքի անդամ է, ապա ինքը օքեյ է։ Եթե ինքը խաղում է Վիլսոն, то ինքը վատ է։ Ինչ վերաբերում Չինաստանը իրականում հազիվ իրանապահում։ Հիմա որ նայեք տնտեսական վիճակը, ախր թվերը հրապարակվում են, մենոնք չեն սիրում։ Շո լեգենդներով են բաները որոշում։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահը Չվախեք։ Սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանն էր, մեր զրուցակիցը սիրելի հայրենակիցներ, փորձեցինք ամփոփել շաբաթը։ Զրուցուար մեր Գայան Առաքելյանը, բարին ընձեզ։